Հարգելի կարիչներ, եկեք տեսնենք, թե ինչպիսին կլինի ձեզ համար օգոստոս ամիսը եւ ձեր հորար քարտեզն է կազմված, ուրեմն ձեր աշխատանքը եւ կարիերան, ձեր հաջողության եւ կարիերայի 10-րդ տանը գտնվում է առյուծը եւ արկա է մոլորակների հզոր կուտակում, արևը, Յուպիտերը հետընթաց Մերկուրին, սա նշանակում է, որ դուք ուշադրության կենտրոնում եք լինելու, ղեկավարությունը կամ հարությունը նկատում է ձեր ջանքերը, նախկին նախագծերի վերադարձ, սա խոսում է հետընթաց Մերկուրին ձեր 10-րդ տանը, որ պետք է վերադառնաք հին գործնական պայմանավորվածություններին, վերանայեք ձեր ռազմավարությունը կամ ուղղեք նախկինում արված սխալները, նոր աշխատանքի անցնելը դեռևս խորհուրդ չի տրվում։ Բիզնես եւ գործընկերություն 7-րդ տան գործընկերություն սահմանին գտնվում է Ուրանն ու Մարսը, կարող են բերել անսպասելի առաջարկներ կամ կտրուկ փոփոխություններ գործնական հարաբերություններում։ Ձեր ֆինանսը ուրեմն կլինի կայուն սահմաններում, քանի որ ֆինանսների 6-րդ տան գտնվող Սատուրնը եւ Նեպտունը պահանջում են խիստ հաշվարկ եւ խնայողություն, գումարը կգա ծանր ու հետեւողական աշխատանքի շնորհիվ։ Զգուշություն, ներդրումների հետ կապված խուսափեք ռիսկային ֆինանսական գործարքներից, չպլանավորված ծախսերից, հատկապես զգույշ եղեք գումարների հետ, որոնք կապված են ուրիշների, բանկերին կամ գործընկերներին, սա 8-րդ տան հետ կապված, քանի որ այնտեղ Մարսի ազդեցությունը կարող է բերել անսպասելի կորուստներ կամ վեճեր։ Եթե նայում ենք ձեր անձնական կյանքը, ուրեմն փոթորիկներ հարաբերություններում, հարաբերությունների 7-րդ տանը, այսինքն ցուլի նշանում, Մարսի եւ Ուրանի առկայությունը հուշում է, որ անձնական կյանքում սա ամենաթեժ ամիսն է լինելու, հնարավոր են հանկարծակի կոնֆլիկտներ, անսպասելի բացահայտումներ կամ զուգընկերոջ կողմից անկանխատեսելի վարքագիծ, փոփոխությունների շրջանը, եթե հարաբերություններում վաղուց ճաքեր ունեիք, ապա այս ամիս դրանք կարող են կտրուկ լուծում ստանալ։ Միայնակ կարիչների համար հնարավոր է շատ բուռն կրքոտ, բայց միևնույն ժամանակ անկայուն նոր ծանոթություն։ Ձեր առողջությունը ուրեմն էներգիայի պահպանում 6-րդ տանը, սա առողջության տունն է, որի վրա Սատուրնի ազդեցությունը հուշում է քրոնիկ հիվանդությունների կամ թուլության մասին։ Դուք կարող եք զգալ էներգիայի պակաս կապված աշխատանքային մեծ ծանրաբեռնվածության հետ։ Ուշադրություն դարձրեք ոսկորներին եւ հոդերին, խորհուրդ է տրվում ձեր մեջքի ողնաշարի հանդեպ լինել ուշադիր, խուսափեք ծանր ֆիզիկական աշխատանքից, ժամանակին հատկացրեք լիարժեք հանգիստ։ Այստեղ հնարավոր է նաև քնի ռեժիմի խախտում լինի, բայց դուք փորձեք ձեր քնի ռեժիմը պահել եւ պահպանել։ Եթե մենք նայում ենք ըստ մոլորակների դասավորվածության, թե ինչ է ձեզ խորհուրդ տալի տիեզերքը, ապա մի վախեցեք փոխել ձեր կարգավիճակը, 10-րդ տան հզորությունը ձեզ դրդում է դեպի մեծ պատասխանատվության, տիեզերքը հուշում է, որ ժամանակն է քայլ անել դեպի ավելի բարձր դիրք, նույնիսկ եթե դրա համար պետք է հրաժարվել հին ու հարմարավետ սովորություններից։ Անակնկալը կարող է գալ կարիերայից կամ հասարակական կյանքից, հնարավոր է ստանաք մի առաջարկ, որին վաղուց էիք սպասում, կամ հանկարծակի հայտնվի մի ազդեցիկ մարդ, որը կարող է դառնալ ձեր հովանավորը եւ ուրեմն կաջակցի ձեր նոր նպատակներին։ Եթե զգուշացումը նայենք, ապա զգուշացեք մերձավորների, գործընկերների հետ կտրուկ հարաբերությունները քանդելուց։ Մարս-Ուրան միացությունը ձեզ դարձնում է չափազանց իմպուլսիվ եւ անհամբեր։ Մեկ վայրկյանում ասված կոպիտ խոսքը կամ էմոցիոնալ որոշումը կարող է երկարատև ազդեցություն ունենալ ձեր կարևոր կապերի վրա։ Կառավարեք ձեր բարկությունը։